Մայիսի 22-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել падգամավորի 7 թեկնածուի գրանցումը, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ, ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն падգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ մինչև ժամը 6-ը կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկ ներկայացնելուն։ Սևադա Սահակյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։ Վերջինս 2002 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության քաղաք Մոսկվայի ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետները, 96-ից 97 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, ամուսնացած է, ունի 1 երեխա։ Մայիսի 23-ից 27-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ էլ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ից 3-ը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում մայիսի 22-ից 3-ը 23-ից 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ճնշումները այլ բանի մասին են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես նշել է. «Շատ դժվար է, եթե չասեմ, անհնար է ինձ մեղադրել Թևանյանի հայացքների ու գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։ Դժվար է նաև գտնել նաև ինձանից մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար և սուր հակադրության նախապատմություն ունի Թևանյանի հետ։ Բայց այս հարթակումը և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են։ ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Թևանյանը և Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլև ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում», գրել է Աշոտյանը։ Արևմուտքը ստեղծում է համաեվրոպական խումբ Ռուսաստանի վրա ֆիզիկապես հարձակվելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանկական հրատարակություն առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։ Դիվանագետի խոսքով Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշանակվել է այդ խմբի ղեկավար իր նացիստական կարգախոսներով։ Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը դաշնակիցների կողմից Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին օգնելուց հրաժարվելու պատճառով։ Նա դաշինքը անվանել է թղթևագր ու հայտարարել, որ դուրս գալու գործընթացը անդառնալի է։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին և բաժանորդագրվեք մեր ալիքին։